بجه دایکم بجه حسر خانه بارینه از دچم خریویه خاطر خشمم بخازه از شابکم دای بجه جارا دست من تنه از شابکم دای بجه اوام رازمته جیانا و چتنه اوام گل خرابه مجهب دقتینه آی امان 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 چا خراب اف زمان آی امان 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 چون خریب تن امام آی امان 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 اش دردم تنه درمان Ես Փաշիկն եմ, 12 տարեկան եմ, սովորում եմ Միասնիկյանի գյուղի դպրոցում, սովորում եմ 8-յա դասարանում, սիրում եմ դպրոցում սովորել, քանի որ սովորելը շատ մեծ նպատակների կարող է մարդուն հասցնել, հնարավոր է այնպիսի նպատակների հասցնես, որպեսզի այնքան նպատակների հասցնես, որ չկարողանաս դրանց մասին նույնիսկ երազել։ Ինչ ես երազում։ Ես երազում եմ դառնալ ատամնաբույժ։ Պետք է դպրոցում լավ սովորեմ, որպեսզի ես իմ գիտելիքներով մեր ազգի եւ մեր գյուղի, մեր համայնքի անունը բարձր պահեմ։ Գալիս ենք այստեղ մայիսի վերջից, մոտավորապես հունիսի սկիզբ եւ մնում ենք մինչեւ սեպտեմբերի 15-ը, բայց ես շուտ եմ գնում գյուղ, որովհետեւ պետքա դպրոցում սովորեմ։ Կով ենք պահում, կովերի նախիր 12։ Կուզենայի իմանային, որ բոլորը ընդունեին մեր բանը եղեղնը, որը արարել է նաև հայերի հանդեպ, որը եղել է 2013 թվականին։ Շատ եմ շփվում հայերի հետ, մշտականում հայերի հետ եմ շփվում։ Սովորացնում եմ մեր լեզուն, որոշ չափով, ինչքան որ կարողանում եմ իրան սովորացնել, ինչքան որ կարողանան սովորել, սովորեցնում եմ մեր կրոնների մասին, որ մենք հեթանոս ազգ ենք, արևապաշտ ենք մենք։ Արևը ինչ-որ մի փոքր իր տեղը շարժի, հնարավոր ամբողջ երկիր մոլորակը աշխարհի վերջ լինի։ Ես Զարան եմ, 17 տարեկան։ Այստեղ հիմնականում գալիս ենք մայիսի վերջերից, մինչև սեպտեմբերի կես մնում ենք։ Այստեղի առօրյան համարյա ամեն օր նույնն է, ամեն ինչ նույնը, նույն զբաղմունքը։ Հիմնականում անասնապահությամբ ենք զբաղվում այստեղ։ Ամեն ինչ նույնն է։ Ամեն օր նույն բանը։ Հիմիկվա երիտասարդության համար գյուղը ավելի լավ է։ Կրթության համար կան նպատակներ, ցանկանում եմ սովորել, բժշկական, ուզում եմ դեղագործական սովորել։ Այս կյանքում երազանքներ չկան, այս կյանքում նպատակներ կան, որոնք պետքա կատարել։ Մեր ավանդույթները այնպես են, որ մանավանդ աղջիկներին, եզդի աղջիկներին շատ բան թույլ չի տալիս։ Կրթության առումով հիմնականում շուտ ամուսնանալն է խնդիրը, որը ես ամենամեծ սխալն եմ համարում այս կյանքում, աղջիկների շուտ ամուսնանալը մեր ազգի մեջ։ Էդ է հիմնական խնդիրը մեր ազգի մեջ, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում մեր ազգի մեջ։ Մենք համարյա հայերի նման ենք ապրում, թե ձեր հայերի նման ավանդույթներն ենք նշում, ուղղակի ունենք մի 2-3 ավանդույթ, որ տարբերվում են։ Մեր աղի բլիցն է փետրվար ամսին, էդ է երևի երիտասարդության համար ամենասիրելի առիթը։ Համայնքում, այսինքն ընդհանուր վերաբերմունքը դեպի կրթություն միշտ ցածր մակարդակի է, այսինքն դերն ու նշանակությունը կրթության չի արժևորվել, չի գնահատվել, ինչպես որ պետք է։ Վերջին տարիներին հասարակական ոլորտում տարբեր ինչ-որ ակտիվ գործիչների շնորհիվ մենք փորձեր կատարում ենք, որ մեր համայնքում մտածելակերպի փոփոխություն լինի, մարդիկ սկսեն կարևորել կրթությունը, դրան դեր նշանակություն տան, բայց տեմպերը շատ դանդաղ են, այսինքն այդ ձևավորված այդ կարծրատիպերից դժվարությամբ ենք կարողանում ազատվել։ Պետք է աշխատանք տանել, հատկապես ծնողների հետ, այսինքն կրթությունը մեզ պետք չի, ոչ մի արդյունքի մենք մեկը չեն կարողանալու հասնել, այսինքն չեն գիտակցում, որ իրականում կրթությունը դա ինչ-որ
ժամանակում կարող է քեզ պետք չգալ, բայց իրականում կարող մի բան լինել, որ ամենաուժեղ զենքը լինի։ Ես ուզում եմ խոսել այն աղջիկների մասին, որոնք վաղ ամուսնությունից ամուսնանում են, որոնք ուզում են իրենց կրթությունը շարունակել, բայց չեն լինում։ Ես նույնպես ուզում եմ կրթությունը շարունակել։ Իմ ընտանիքում ոչ ոք դեմ չէ։ Ես շատ եմ ուզում ավարտել եւ սովորել միտեղ։ Իմ մտածելակերպը ուրիշ է, ես ուզում եմ, որ չլինի այդ ամենը, բայց ցավոք միջև հիմա էլ կա։ Ճիշտ է, իրանց ընտանիքում խոսում են, որ այդպես բան չեն սիրում, չեն անում, բայց իրականում չէ, իրանք մեկանույն մտածելակերպով են։ Ուզում եմ, որ փոխվի, որ աղջիկը ունենա ավելի ազատ կյանք, որ կարողանա իր ուսումը շարունակի եւ նոր մտածի ապագա քայլերի մասին։ Տղեն ունի դպրոց սիրած աղջիկ, նա գալիս է ավտոյով իրան հետևում, այնքան որ ժամերին ակտոն գնում, երբ դպրոց գալիս տենց։ Եթե մի օր լինի, իրենք կարա փախցնի։ Կա մեր բարեկամներից 9-րդ դասարան էր, քույրս էր, ուղղակի ինքը չէր ուզում ամուսնանալ, իր ծնողները իրան ստիպված հանեցին, որովհետև ուզում էին փախցնեն, իրենց ծնողները չուզեցին, որ այդ ամեն չլինի, դրա համար ստիպված հանեցին, իսկ հիմա ինքը ամուսնացած է։ Անցած տարի ես մի հատ աղջիկա եմ ճանաչում, որը իրան կամքի հակառակ են ամուսնացրել, նա ընդհանրապես տղային չէր տեսել եւ իր ընտանիքը կողմ է եղել, բայց ոչ աղջիկը։ Ես չեմ համարում, որ վաղ ամուսնությունը իմ տարիքում նշանվելը, ամուսնանալը, օրինակ ես ճանաչում եմ այդպիսի մարդիկ մեր գյուղից, որ նշանվել են դեռ վաղ տարիքում եւ նրանք չեն ավարտել իրենց կրթությունը, իրանք դեմ են եղել, բայց իրենց ընտանիքը իրանք ստիպել է։ Հա, ես ներկան, որ իրենց աղջիկներին չեն ինչի համար մարդիկ 8-րդ դասարան են գալի դպրոցից փախցնում տանում են։ Մարդիկ վախենում են իրենց երեխեքին։ Կարող ես իմ աղջիկան չեմ ուզում ինչ-որ մի տղու տամ։ Եթե դպրոցից փախցնեն տան։ Ու հազարատ տես դեպքեր։ Մի շարք հասարակական կարծիքների ճնշման տակ ենթարկվելով ծնողները ստիպում են իրենց երեխաներին եւ տղա եւ աղջիկ դուրս գալ դպրոցից, թողնել կրթությունն ու ամուսնանալ, ինչը թերևս շատ սխալ է։ Մեր համագյուղացիները մոտենում են ինձ, շնորհակալություն են հայտնում, ասում են մենք հպարտանում ենք քեզանով, տեսնում ենք, որ դու մեր աղջիկների համար ու կոնկրետ շեշտը իրանք էլ են դնում աղջիկների վրա, որ մեր աղջիկների համար բացում ես այդ ուղին, որ նրանք էլ կարողանան հետագայում սովորեն, հասնեն այդ բարձր կետին ու ես ինքս sense եմ մտածում, եթե դուք ուրախանում եք, որ ես կարողանում եմ այդ գործունեությամբ զբաղվել ու բացել այդ խնդիրների լուծման ճանապարհները, դուք ինչու փոքրիկ ներդրում չեք դնում այդ խնդիրների լուծման մեջ։ Հատկապես աղջիկների դեպքում այդ խնդրեմը այսպես ավելի ցածուն երևում, մանավանդ երբ որ մենք ունենք վաղամուսնության հետ կապված այդ խնդիրը, երբ որ շատ աղջիկներին 9-10-րդ դասարանում երբեմն ավելի վաղ տարիքում դուրս են թողնում դպրոցներից ամուսնության նպատակով, երբեմն լինում է դեպքեր ծնողները, չգիտեմ, փախցնելու վախի հետ կապված այդպիսի պատճառաբանությամբ են երեխաներին դուրս թողնում։ Այսինքն այդ ամեն ինչը ձևավորված է մեր մտածելակերպի մեջ, մեր ուղեղի մակարդակում, մենք պետք է աշխատենք այդ փոխենք, մեր ուղեղը սկսի այլ կերպ մտածել։ Ես չէի ուզենա դրանց տալ ավանդույթի ինչ-որ անվանում, դրանք ձևավորված ինչ-որ թող ինձ ներեն մեր համայնքի շատ ներկայացնե կարող է շատերը սրերով ընդունեն, բայց դա ինչ-որ բռի սովորույթներ են։ Հիմնականում տարիների ընթացքում աշխատելով հասարակական ոլորտում եւ հիմնականում կրթական ոլորտում պարբերաբար առնչվելով երեխաների կրթության եւ հատկապես աղջիկների կրթության խնդրի բարձրաձայնման զբաղվելով երբեմն մենք պատասխան ենք ստացել այս խնդրի վերաբերյալ, որքան էլ պետությունը փորձի ինչ-որ բան փոխել, շատ ժամանակ դա կդիտվի որպես համայնքի կյանքին միջամտություն եւ ուրեմն իրավունք չկա համայնքի կյանքին միջամտել եւ շատ ժամանակ պիտի համայնքը որոշի ինչ անել եւ ինքը փոխի եւ երբեմն նաեւ ստացել ենք մեր հասարակական կազմակերպությունը ստացել է պատասխան թե դուք պիտի այդ փոփոխությունը անեք, մեր վրա պետք չի հույս դնել, սակայն ես կարծում եմ, եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, ապա պատասխանատվությունը պետք է կրի իր վրա պետությունը եւ այն պետական մարմինները, որոնք այս կամ այն ոլորտի համար պատասխանատու են։